Ավետարան բառը թարգմանվում է բարի լուր։ Այս բառը սկզբնապես գործածվել է նշելու համար Հիսուսի կողմից հայտնած պատգամը, այնուհետև այն գործածվել է ցույց տալու համար գրքի առանձին մի տեսակ, որտեղ հիշատակվել է Հիսուսի խոսքերն ու գործերը, ինչպես նաև նրա մահը խաչի վրա և հարությունը։ 4 ավետարանները մեզ ներկայացնում են որպես Հիսուսի 4 դիմանկարներ, որոնք ցույց են տալիս նրանց միջև եղած նմանությունները, բայց նաև տարբերությունները։ 4 ավետարանում առկա է Հիսուսի կերպարի 4 ինքնատիպ մեկնաբանություններ։ Հարկավոր է ուրեմն դրանք ընթերցել ոչ թե որպես կենսագրականներ, այլ որպես վկայություններ։ Ավետարանիչներից յուրաքանչյուրը արդարև վեր է հանում Հիսուսի կերպարի առանձին մեկ երեսը, որը մասնավորապես գրավել է իրեն։ Հիսուս Աստծո խորհրդավոր որդի Մարկոս ավետարան, Հիսուս իր եկեղեցուն ուսուցանող վարդապետ Մատթեոս ավետարան, Հիսուս աշխարհի փրկիչ Ղուկաս ավետարան, Հիսուս Աստծո պատգամաբեր Հովհաննես ավետարան։ Ավետարան ըստ Մատթեոսի։ Մատթեոսը սկզբում մի երկար նախաբան է նվիրում Հիսուսի ազգաբանությանը, նրա ծննդին ու մանկությանը։ Այս մասում ցույց է տրված, թե ով է այն Հիսուսը, որին ավետարանիչը հետևելու է իր ավետարանը շարադրելու ամբողջ ընթացքում։ Նա խոստացված թագավոր փրկիչն է, բայց նաև Էմմանուելը, Աստված մեզ հետ։ Նա, որի միջոցով իրագործվում է այն, ինչ Աստված հայտնել էր հին կտակարանում։ Մատթեոսի ավետարանում Հիսուսը ներկայացնում է որպես մի մեծ ուսուցիչ, որ իշխանություն ունի օրենքը բացատրելու, բաց անելու երկնային թագավորության նոր աշխարհը և այնտեղ մտնողներին տալու իր վարդապետությունը մյուսների առաջ վկաներ դառնալու համար։ Մարկոս ավետարանը ամենից կարճ և ամենահինն է։ Առաջին իսկ տողերից նա ներկայացնում է Հիսուսին որպես Աստծո որդի, բայց այս տիտղոսը, որ բազմաթիվ առիթներով հաստատվում է ավետարանի ամբողջ արադրանքում, պետք է գաղտնի մնա հենց Հիսուսի կամքի համաձայն։ Հովհաննեսը որպես պատգամախոս պետք է նախապատրաստեր Աստծո ժողովրդին, որի ձեռքով ուրիշներին նման Հիսուսը ևս մկրտվում է։ Այնուհետև առանձնության մեջ փորձության մի շրջան անցկացնելուց հետո Հիսուսը սկսում է իր հանրային գործունեությունը։ Մարկոսը հաճախ է ընդգծում Հիսուսի հեղինակությունը ինչպես մարդկանց կանչելու ժամանակ, որպեսզի իրեն հետևեն, այնպես էլ երբ նա ուսուցանում է բազմություններին կամ բժշկում հիվանդներին։ Իր պատմության երկրորդ մասում Մարկոսը ցույց է տալիս, թե ինչպես է Հիսուսը գնում դեպի իր չարչարանքները, դեպի մահն ու հարությունը։ Հավատում եմ, որ Մարկոսի ավետարանը ընթերցելուց հետո հռոմեացի սպայի նման մեր ընթերցողներն էլ կընդունեն, որ Հիսուս Նազովրեցին իսկապես Աստծո որդին էր։